Դեք ինչքան ուրախացա։ Ես չեմ ուզում ինչ որ որևէ մեկը իմ սրտի մեջ ասես մութ տեղ մնա։ Ես չեմ ուզում որևէ մեկը, դες ինչ կա իմ սրտիս մեջը ինքը վադը մնա։ Ես կուզեմ որ սկսենք ստեղից ու դուրս գանք բոլոր մարդկանց հետ մեր փոխհարաբերությունը մաքուր եւ զուլաշինենք։ Որ Աստված գա բնակվի մեր մեջ։ Թե չէ Աստված չի բնակվի մեր մեջ։ Աստված չի առաջնորդի մեր, որտեղ տեղը զբաղված է, տեղը կա խռովություն, տեղը կա մի հատ ինչ-որ թշնամություն, տեղը կա ինչ-որ չար բան։ Դες ինչ դու կարող ես սարեր շուր տաս հավատքովը, դու կարաս եսի մինչերն ես, բայց եթե սեր չունիս եւ քո հավատքը ծիրո վրա չէ, դու ոչինչ ես։ Ես կուզեմ որ ստեղ մեր հավատքը հիմնված եղնի սիրո վրա եւ ստեղ որևէ մեկը մյուսի դեմ հնդի չունենա։ Ус եթե ինչ որ մեկից եմ դուք վնաս կկրես այսօր, եթե ինչ որ մեկը քո հետևից ընկել է, Դավիթի պես քեզի պահե։ Դավիթի պես պահե ու ես ինչ era թշնամություն հագարակը իրեն պատասխան մի տուր մարդկորեն ձևի։ Վրեժ խնդրությունը Տիրոջն է։ Եթե մի հատ հարցագում կա քո վրա, դու իրանելի ես, ուրեմն Աստված քեզի գուզե բարձրացնե։ Ուղղակի այդ մարտահրավերը թե այդ պատմանը ճիշտ ձևի ընդունել։ Համար Հակոբոս ինչ կսե ուրախացեք, երբ որ փորձության մեջ կլինեք։ Երբ որ հաղթեք, հառած պսակ կստանաք, դուք ավելի կբարձրանաք։ Աստված կենտանի է եւ կհսկե մեր կյանքի վրա։ Ինքը չի թողե մեզ։ Մեզի կթվա ինքը չի լսե, այս պայի մեջ քնած էր կամ ուրիշ տեղ է, դրա համար կեցի ես այս պային պատասխանը տամ։ Հետո Աստված ջան, տեսնենք դու ինչ կենես, չէ։ Աստված ինքը արտուն է մեր կյանքի վրա, ու ինքը կհսկե մեր կյանքի վրա, համար ամբողջությամբ վստահ իրեն։ Ես էլի կսեմ, ես լիքը մարդկանց վնասներ եմ տվել, բայց անգիտակցաբար։ Մենք կարող ենք գալ եւ ապաշխարել, բայց եթե քո մեջ սրտիդ մեջ, քո մտքիդ մեջ բան գծենվի որ սпасե ես այս ծրագիրը որոշեմ եւ աթվետ վրամ մեր բարերով, չէ՞։ Դա շատ սխալ բան է։ Գիտակցաբար որոշումով ինչ որ բան անելը սխալ բան է։ Հասկանալի է։ Աստված գիտե որ մենք անկարող ենք ու վրիպումներ ունենք։ Բայց երբ որ դու որոշված ինչ որ մի հատ բան կենես, դա ճիշտ բան չէ, Աստված չի բնակվի քո սրտի մեջ։ 109 Սաղմոս 4-րդ խոսքը։ Դավիթը շատ ուժեղ խոսք է։ Կսե իմ սիրո համար, որ ես կսիրեմ իմ եղբայրներիս, իմ քույրերիս, իրեն կնձի չարով կպատասխանեն։ Ինքը կսիրեր Սավուղին։ Ես իրան կսիրեմ, բայց ինքը կնձի չարով կպատասխանե։ Դավիթը կմտածի ինչ անեմ։ Կսե բայց ես գաղութեմ իր համար։ Ո՞նպես է գրած է։ Եթե ով կկարտա տեսա։ Իմ սիրո փոխարեն, իմ սիրո դիմաց ինձ չարություն են անում, բայց ես աղոթում եմ նրանց համար։ Նամար զինվի ես խոսքը վերցրա։ Եթե քո սիրո փոխարեն քեզի չարություն են անում, աղոթ կարա իր համար։ Ես աղոթեցի եւ իմ պատասխանը ստացա։ Ես գդա իմ եղբորս։ Ես շահեցի իմ եղբորս։ Կապ չունի ինքը ստեղ չէ, բայց ինքը իմ եղբայրս է, մենք պիտի երկինք իր հետ գնանք։ Հավիտենության մեջ մենք իրար հետ պիտի ապրենք։ Ու աշխատեք մեկիդ շահեք։ Երբ որ դու այդ սկզբունքով ապրար 100% Աստված կգա քո կողքը։ Աստված կգա քո վրա։ Աստված կգա քո ներսը։ Նամար Պողոս Արաքյանն ասում է ձեր մարմնի մեջ Քրիստոսի մահը կրեք։ Մեռեք ձեր զի համար, որովհետեւ Քրիստոս ապրի ձեր մեջ։ Առաջի Կորինթացիս 11-րդ գլխի մեջ 26 խոսքն ասում է, որ այս գավաթը խմելով, այս հացը ուտելով Տիրոջ մահը հիշեցեք։ Ինչի համար որ հիշենք, որ ինքը մահացավ մեզ համար, մեր փոխարեն մահացավ։ Մենք իրեն վնասեցինք, բայց ինքը ծպտուն չանեց, մի հատ ձայն չանեց։
Այն խիլո գարի պես զեն չէր հանում։ Ես դեզի կսեմ, մեր թուլությունը սխալ բան չհասկնակ։ Մեր ակտիվ չեղնելը Աստծո զորությունը կազատագրվի։ Համար Պողոս առաքյալը կսե, երբ որ ես տգար եմ, այն ժամանակ զորավոր եմ։ Իմ տգարության մեջ Աստծո զորությունը կազատագրվի։ Համար ես կուզեմ, որ այսօր մամիգոնը գա նվագի համը։ Թողանք մենք, դա թող Սուրբ Ոգին հիշեցնե մեզի, ով կա մեր